Տեսեք, նախ առաջի մասը հարցյա, իշխանություն, հոգևորականություն, բախման, բերեք այսպես ձևակերպել, ես ցանկացած բանի նայում եմ, ասենք իմ մասնագիտական տեսանկյունից, եւ հոգեբանության մեջ ինչ է արվում, ճիշտ ու սխալը, պարզաբանվում է, թե ինչ նպատակ է դա հետապնդում։ Ես օրինակ մի քիչ պատկերացում ունեմ, թե ինչ է նպատակը հետապնդում իշխանության այս պահին եկեղեցու գործերին միջամտելը կամ եկեղեցականների կյանքին խառնվելը եւ այլն եւ այլն։ Իհարկե բնականաբար այն որ ցավոք սրտի մեր եկեղեցականները սուրբ չեն եւ բազմաթիվ սխալներ ունեն թույլ տված, բայց դե գյուտ չեմ անի ասելով, բոլորին էլ պարզա որ դա իրանց ներքին, առանձին կառույց է, ոչ քաղաքական եւ ոնց որ եկեղեցին տենց քաղաքականությանը խառնվելու իրավունք չունի, այսպես ասած, այդպես էլ քաղաքականությունը, պետությունը կարծում եմ եկեղեցու գործերին, ներքին առավել եւս այն ինձ իմ գործերին, այդ նույն բանն է, ոնց որ եկեղեցականը քաղաքացուն կամ թեկուզ իր հոտի ներկայացուցչին թույլ տա երեխա ունենալ կամ չէ, կամ նույն ասենք ինչ որ այլ ներքին իր անձին անձնականին վերաբերվող։ Բնականաբար այո, խախտումներ էլի եմ կրկնում եղել է, բայց ինչու հիմա, ինչու հենց այս պահը ընտրվեց դրա համար, այդ հարցին մի քիչ դժվար է պատասխանել, որովհետև ասենց խիստ անհրաժեշտություն այս պահին դա անելու ինձ համար բացի այն, որը սովորաբար այս իշխանությունները միշտ կիրառում են, դա ինչ որ կարևոր հարցերից շեղելու եւ նախ նաեւ կարելի է դա PR ակցիա համարել իրանց համար, հա, իրանք անընդհատ ընտրություններին ընթառաջ, որ իրանք ինչ որ բան են անում, ինչ որ գործ են անում եւ որոշակիորեն փորձում են մաքրել հանրույթը այս կամ այն իրենց ըստ իրենց արատավոր պարքերից կամ կլինի դա հոգեվորական, թե կլինի դա քաղաքացի ուղակի, կամ էլի ինչ որ մի այլ խոշոր երևույթ տեղի ունենում կամ ունենալու, որից փորձում են հանրության ուշադրությունը շեղել, որպեսզի այն ինչը որ լինելու է, դա այդքան լուրջ դիմադրություն չառաջացնի օրինակ հանրույթի շրջանում։ Հիմա դուք դա նշեցիք իշխանության վարքագծի առումով, բայց ինձ հետաքրքիր է նաև հանրային արձագանք եւ դիրքորոշում։ Դուք տեսնում եք, եթե տեսնում եք, ապա ինչպես կանվանեք։ Հանրությունը այս պահին ինչպես է արձագանքում կամ դիրքավորվել այս իրադարձությունների նկատմամբ։ Տեսեք, Էլիզա ջան, իմ դիտարկմամբ հանրության մոտ 70% ինքը չդիրքավորված ոչ միայն այս, այլ ցանկացած այլ քաղաքական երոզերի, երևույթների, դրսևորումների սենց ապասիկ վիճակում է հանրույթը, այսինքն իրանց միևնույնն է, անգամ եթե միևնույնն էլ չի, իրանք կամ չեն խառնում, կամ ցույց չեն տալիս։ Խոսքը գնում է մոտ մի 30, մաքսիմում 40%-ի մասին, մաքսիմում, բայց այդքան էլ չի լինի, որոնք այս կամ այն չափով փորձում են ներգրաված լինել երկրի քաղաքական կյանքին, ուղղակի քանի որ էլի դա իմ դիտարկումն է, այդպիսի չեմ կարծում ուսումնասիրություն եղել է որևէ կազմակերպության կամ մասնագետների կողմից, բայց այդ հանրային փսիխոզի երևույթը այս բան շատ առկա է, որ նույն հանրությունը այսպես ասած միմյանցից վարակված է կամ վախով, կամ դիսֆունկցիոնալ մտածելակերպով, համոզմունքներով, կամ հուսալքություն ասել։ Հուսալքությունը, տեսեք, հուսալքությունը սկզբնական շրջանում է, հուսալքությունը կարող լինի պատճառ, ի սկզբանե տրավմաները ավելի շատ, հա, խոշոր կատաստրոֆիկ երևույթները բնականաբար դա կլինի երկրաշարժ, պատերազմ եւ այլն, դե մեր ժողովուրդն էլ դրանցից ոչ մեկից չի խուսափել ցավոք սրտի ու ամբողջ ցավը նաեւ նրանումն է, որ այդ ամեն ինչը տեղի անում կարճ ընդմիջումներով, նույն պատերազմները անգամ ես վերջերս քննարկում ենք մեր ընկերներից մեկի հետ, երբևիցե չի եղել մի 50 տարի, երբ որ հայ ժողովուրդը որևէ պատերազմական իրավիճակում գտնված չլինի, կապ չունի դա ինքը պետականություն ունեցել թե ոչ։ Միևնույնն է կլինեն դրանք արշավանքներ, թե մեկ այլ երկրի տիրապետության տակ են եղել եւ գնացել են այդ երկրի բանակում ծառայելու եւ այլն։ Դրա համար ասել, որ տենց շատ մեծ հուսալքություն է տեղի ունեցել ու միայն դա է պատճառը, ես այդքան էլ այդպես չեմ գնահատի, հա, որովհետև հուսալքված մարդիկ տենց միայն ապաթյան չի իրանց դրսևորման ձև, հուսալքված մարդիկ շատ ավելի
սուր գործողություններ են անում եւ շատ եթե հուսալքություն լիներ իհարկե կա կարծում եմ արտագաղթ, բայց ինքը շատ ավելի մեծ չափերի պետք է հասներ հուսալքվածների բողոքի ձայնը ավելի է շատ լինում ճիշտ է հուսալքվածների մոտ լինում է ռեակցիայի տարբեր ձևեր ընդհանրապես բնության մեջ կա 3 ձև ռեակցիայի փախուստ, հարձակում եւ Սամիրայնը, երբ որ մարդը ինքնամփոփում, փակվում է, այսինքն կամ լացում է, կամ հարձակվում է, կամ փախուստ է լինում, այսինքն դրանցից որ մեկը, ուղղակի դրանց ոչ մեկի այսպես ցայտուն արտահայտումը այս բանին չի երևում մեր հասարակության շրջանում, որ փաստենք որ հուսալքված է եւ այդ ռեակցիաներից որևիցե մեկը տալիս է, որովհետեւ միայն ապաթիան չի խոսում այն մասին, որ հուսալքված է, կրկնում եմ, որովհետեւ հուսալքության դեպքում, եթե ինքը փակվել է, անհաղորդ է այս կամ այն երևույթի, կլինի դա սոցիալական երևույթներ, թե մարդկանց խնդիրներին, բայց այդ դեպքում իրանք հուսալքությունը բերում է նաև անգործունակության շատ բաների, իսկ մեր ազգի մեջ այդքան անգործունակություն կամ ոչ ակտիվություն չի նկատվում։ Պարոն Միրաբյան, տևական ժամանակ բազմաթիվ հարցազրույցներ եմ անցկացրել հանրային գործիչների, քաղաքական գործիչների հետ եւ մեկ գնահատական կա հանրային այդ դիրքորոշման հետ կապված, որ մեր հանրությունը ունի առողջացման խնդիր եւ սա ես լսել եմ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Ճիշտ է, կոնկրետ չեմ կարող նշել ինչ նկատի ունեն առողջացման անհրաժեշտություն ասելով, բայց դուք ինչ եք հասկանում առողջացման անհրաժեշտություն ասվածի տակ, արդյոք տեսնում եք այդպիսի անհրաժեշտություն, ինչ առումով մենք պետք է առողջանանք որպես հանրություն։ Տեսեք, այ դուք Շանթ Հարությունյանին շուտ կանչում էիք մի ժամանակ, երբեմն հետևում եմ ձեր ալիքին, երբեմն չէ, երբեմն ժամանակ ալնում եմ ձեր ալիքին եմ հետևում, ինքը Երևի շատ երկար տարիներ այդպիսի բան ասում արժեքների հեղափոխություն, ես ինչ իրան ճանաչում եմ, իհարկե սա ես հումորային եմ ասում արջը 7 երկիտի 7 մեղրի մասին, հիմա շանթը անդադ դա է ցիտում, ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի հեղափոխություն ասելով, բայց որտեղ հեղափոխական ճանապարհով արժեքներ դժվար է փոխել։ Մենք ինքներս կարծում ենք եւ կուսակցությունում եւ մենք ունենք դրանց մեր առաջ այդ խնդիրը, որ առողջացում պետք է գնա մտածողության փոփոխությունից։ Այսինքն այդ նույն արժեքները, համոզմունքները, մտածելակերպը սա պետք է առողջացնել։ Ցավոք սրտի այսօրվա դրությամբ օրինակ ռացիոնալ տրամաբանական մտածողության տարերը բացակայում է մեր հանրույթի մոտ, օրինակ ռացիոնալ մտածողության դրսևորումը որը պետք է լինի, այսինքն մարդը հիմա լսում է ռացիոնալ մտածողություն, ո՞րն է դա։ Ռացիոնալ մտածողություն դա փաստերի եւ օրինաչափությունների վրա հիմնված մտածողությունն է։ Այսինքն երբ որ մենք տեսնում ենք սա բաժակ է, բայց ասում ենք չէ, դա արդեն ռացիոնալ չի, այսինքն որովհետեւ, չգիտեմ, այս կամ այն գործչից լսեց որ սա է ճիշտը, իր համար դա է դոգման։ Այնինչ ինքը փաստ տեսնում է որ այսինչ բանը կամ նույն ես ուղղակի չեմ ուզում տենց որ մեղադրական կամ ինչ-որ բան հայտարարություններ անել, բայց ենթադրենք շատ հաճախ ազգային ժողովի ամբիոնից հնչում են կոնկրետ հանցագործության մասին ինքնախոստովանություններ, բայց մարդկանց համար դա միևնույնն է ոչ մի բանի առիթ չի տալի, այսինքն ինքը տրամաբանորեն տեսեք, լավ, այսպես ասենք։ Եկեք խաղաղություն կամ պատերազմ այդ տերմինի վրա կենտրոնանան կամ թեզի վրա։ Իշխանությունն ասում է խաղաղություն է այս պահին։ Ընդդիմությունն ասում է ոչ, ձեր բերածը խաղաղություն չէ, ավելին շատ շուտով, եթե դուք շարունակեք զիջել, նոր պատերազմ կբերեք։ Հիմա հանրությունը ինչպես կողմնորոշվի։ Չէ, տեսեք, նախ հանրությունը երբ որ եթե ռացիոնալ վերլուծություն անի, ոչ նրան պետք է հավատա, ոչ նրան։ Նայեք, հիմա տեսեք 20 թվականից հետո որ 21 թվականին տեղի ունեցավ ընտրություն, դա շատ ցայտուն կերպով արտահայտվում է հանրության մտածողության ձևը կամ վերաբերմունքը։ Հա կար մոտ 25-26 ուժ, որոնք ներկայացված էին, միևնույն ազգային ժողով անցան այն ուժերը, որոնք մինչև այդ ինչ ասես բերել են այս երկրի գլխին։ Ես չեմ ասում, որ դա չընկնենք այդ դավադրությունների տեսության, որ այլ երկրի կողմից ուղղորդված կամ ծրագիր են կատարում եւ այլն։ Փաստացի բոլոր իշխանությունների օրոք մեր երկիրը դեպի առաջընթաց չի գնացել, հա, միշտ դեպի կամ տնտեսական, կամ ասենք տնտեսությամբ կապվել ենք միայն Ռուսաստանի հետ, կամ
մի խոսքով արդեն 20 թվականի պատերազմից հետո մեծ տարածքային կորուստ էր, Արցախի կորուստ, անկախ նայած ով ինչ ուզում ասի, որ հանրությունը միջազգային ընդունումա թե չէ, մենք չէ որ դա համարում ենք մերը կամ գոնե մինիմում մեր ազգակիցները, մեր հայրենակիցները տեղի բնիկ տեղացիներ են, որոնք այդտեղ ապրելու, արարելու եւ կյանք վարելու բնական իրավունքներ ունեն, որը ինքը կորցրեցին։ Այսինքն այս կորուստները, որը եղել է այս տարիների ընթացքում, միևնույնն է գնում են էլի ընտրում, այսինքն հիմա լավ, բերեք ավելի փաստացի, հիմա նույն 90-ականներին ենթադրենք պատերազմներ, մութ ու սով տարիներ, աշկ փակենք լավ, որ ասենք այլ ընտրանք չկար, Խոշյանի օրոք եղել է հոկտեմբերի 27, այսինքն դա անհերքելի փաստ է, էլի, եթե մարդը ասում է, շատ մարդիկ, օրինակ մեր զրույցների ժամանակ ասում են, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է ամենաանվտանգ ժամանակը Հայաստան, ասում եթե հոկտեմբերի 27 անվտանգը, հա, այսինքն եթե քո երկրի սրտում նման ոչրագործություն է տեղի ունենում, էլ ոնց ենք կարողանում վստահել այդ մարդուն երկրի պաշտպանություն, որ իր երկրի ոնց որ մեկի ընտանիքը հարևանը գա գլխատի, հետո ասի, էլի գնա ուրիշ տեղից հարսուզելու, ասի ես անվտանգ կպահեմ ընտանիքը, գոնե կասկած կլինի, չէ, ասենք շատ երկար կմտածի մարդը, այդ մարդուն աղջիկ տա, թե չէ, որտեղ նույնն է մնացած ժամանակներում 20 թվականի պատերազմ փաստացի էլի եմ ասում, չասենք որ տես ծրագրված էր որ պետքա տես լիներ, անգամ եթե ծրագրված էր ինչու բա այդ զոհերը եղան, եթե պետքա տային, Նիկոլ Փաշինյանը խոստովանում որ ես գիտեի որ այսպես ալնելու, ազգային ժողովի ամբողջ ասում է, ինձ մեղադրեք այն բանում, որ ես չեմ կարող կանգնել ասել ամեն ինչ վերջացած է։ Այսինքն ինքը իմանալով հանդերձ որ ամեն ինչ վերջացած է, միևնույն մտնում է պատերազմի մեջ։ Հիմա քիչ թե շատ դրանով այդ ձեր ասած ռացիոնալ մտածող մարդը պետք է ասի, փաստացի տեղի ունեցել SS բաներ, այսինքն այս ղեկավարը, այս մի բանում է թերացել ու դրանք փոքրիկ չեն, էլի խոշոր, ես կատաստրոֆիկ բաների մասն եմ։ Ու միևնույնն է, որ ինքը էլի մեկը գնում է ընտրում է Իրան, դա նշանակում է որ նորմալ չի, տրամաբանված չի իր գործողությունները։ Մանիպուլացվում է հասարակությունը։ Այո, իհարկե մանիպուլացվում է։ Եվ Նիկոլ Փաշինյանին կարելի է մանիպուլյացիայի արքայի տիտղոս նվիրել, որովհետև ինքը, չգիտեմ, կարող է Մաքիավելլու գիրքը այնտեղ դրած իր տանային կամ, չգիտեմ, աշխատասենյակում անդադ կարդում է, թե ինչ պետք է ասել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը դրա հետևից գնա։ Որովհետև այո, Մաքիավելլին, ես չգիտեմ, ինքը հոգեբանական կրթություն ունեցել է, թե չէ, որովհետև այն ժամանակ հոգեբանությունը որպես գիտություն չի եղել։ Բայց Մաքիավելլին խոսել է մարդու մտածողության ձևի մասին, որ մարդը ինքը շատ ավելի հավատում է հստակ ասված բաներին, քան թե իրականությանը։ Բայց մյուս կողմից պարոն Մեհրաբյան, տեսեք, մարդը տեսնում է, որ գրեթե 2 տարի է Հայաստանի սահմանին չեն կրակում եւ մենք չունենք զոհեր։ Ու լսում է ընդդիմության խոսույթը, որ պատերազմ ոչ մի խաղաղություն չկա, պատերազմը լինելու է, եթե նորից ինչ որ բաներ զիջվեն։ Հիմա մարդը տեսնում է փաստը գնահատում է, որ այո, այս պահին կրակոց չկա։ Ինչ վերաբերում է խաղաղության, տեսեք, եզրույթներ կան, դա չի կարելի ամենօրյա հաց ուտելը, որ ասենք ենթադրենք, որ ասում են մարդը սոված է, եթե ասում են սով չկա, դա նշանակում է, որ կարա 2 տարվա ընթացքում դա դիտարկվի։ Խաղաղությունը դա 2 տարվա չափորոշիչներով չի գնահատում։ Խաղաղությունը դա պետք է նախ մինիմում 30-50 տարվա չափորոշիչներով գնահատի, որ 30 տարի, 50 տարի կլինի խաղաղություն, դա կլինի այդ ժամանակը։ Տեսեք, իրավիճակային ենք մենք։ Այո, այս պայի դրվագն ենք ընդամենը գնահատում։ Իսկ ոչ միայն հանրույթ առաջին հերթին քաղաքական ուժի իշխանությունը պետք է ունենա մեծ ստրատեգիա, այսինքն երկարատև տարիների ստրատեգիա։ Իրավիճակը մատուցելով հանրությանը եւ ասել, այդ նույն բանն է, ոնց որ ասենք, բանի մեջ ոնց է Քաշնազարը ասում, այսուհետև արևը թող ծագի, չգիտեմ, սարերը ձորերից բարձր լինեն, կային ինչի կա, Հայաստան չեն կրակում։ Հաջորդ բանը կրակեցին, ասելու են, դե հա, հիմա էլ արդեն խաղաղություն չի, այսինքն փաստել, ցիտել ներկա իրավիճակը դա խաղաղության ապահովում չի, խաղաղության ապահովումը, երբ որ այն երկրները, ասեմ հարևանները, թշնամիները ոնց ուզում եք անվանեք, երբ որ խոսույթ փոխեն, իրանց ռազմավարությունը չի լինի Հայաստանի ոչնչացնելը, հայազգը չի լինի իրանց երդվյալ թշնամին եւ այլն, այն ժամանակ նոր կարելի է մտածել, նոր պետք է սկսել մտածել, որ միգուցե արդեն կարա
կարող է որոշակի հող նախապատրաստվել խաղաղության համար։ Իսկ եթե այսքան ժամանակ ինչից եք հասանք դրան, որ արժեքների հեղափոխությունից Արժեքների նաև կրթական համակարգի պարոն Միրաբյան, որովհետև առաջին հերթին դաստիարակություն նոր կրթություն։ Ահա երկուսն էլ իրար հետ է պարզա որ տենց չի լինի միայն դա։ Մարդուն դժվար կլինի, չէ՞ մանիպուլացնել այդպես հեշտ։ Չես կարող ասել, չէ։ Դաստիարակված մարդուն դժվար կլինի մանիպուլացնել, այսինքն իսկ դաստիարակությունը սկսվում է մանկապարտեզից։ Այդ շատ կարևոր է։ Մեր կրթական համակարգը, չգիտեմ, շեշտը ինչի վրա է շատ դնում եւ այլ, կամ այդ բոլոնյան համակարգ, որ բերեցին արդյոք դա համապատասխանում մեր մենտալիտետին, մոտեցումներին եւ այլն, իմ կարծիքով այդքան էլ չէ։ Բայց հոգեբանության մեջ այդպիսի կեսհումորային բան կա, երբ որ մոտենում են, մանկական հոգեբանային հարցնում օրինակ երեխային ուզում ենք դաստիարակել, ինչպես դաստիարակենք եւ այլն, հարցնում եք քանի տարեկան, ասում է 6, ասում արդեն ուշ է։ Այսինքն 6 տարեկան, իհարկե ուշ չի 6 տարեկանը, բայց այն հիմքերը, համոզմունքները սկզբունքորեն դրվում են, այսինքն հենց լեզվամտածողությունը սկսեց զարգանալ, տաբուլա ռազայի սկզբունք, գիտեք, փաստախտակի, հա, մեր Գրիգոր Տաթևացին, հետո կարծեմ Ռուսոնն են ասել, որ երեխայի ուղեղը մաքուր մագաղաթ է եւ ինչ գրես, դա գրվում է։ Բացի այն ժառանգական ֆակտորները, որոնք ժառանգել է, բայց հիմնականը մարդը սոցիալական էակ է եւ սոցիումի դաստիարակության, սոցիումի տված համոզմունքների, մտքերի, արժեքների հիման վրա ձևավորում եւ այդ ժամանակվանից եթե ճիշտ դրվեց շատ ավելի լավ հասարակություն ու առողջ մտածող հասարակություն կունենա։ Իսկ կրթվածությունը ձեր ասած ինքը զուտ գիտելիք է։ Շատ մարդ կարող ունենա շատ լավ գիտելիքներ, բայց լինիան դաստիարակ ու որը շատ ավելի մեծ չարիք է։ Եկեք վերադառնանք ամեն դեպքում իշխանություն հոգևորականություն առճակատմանը, ասում են երկու կողմն էլ հատել են կարմիր գծերը եւ գրեթե անհնար են դարձրել առողջացումը հարաբերություններում, մինչդեռ այդ երկու կառույցն էլ հանրության համար շատ կարեւոր են։ Ես որպես ոչ լրագրող շարքային քաղաքացի ուզում եմ տեսնել հաշտ, համերաշխ, առողջ հարաբերություններով շփվող եկեղեցի եւ իշխանություն։ Հիմա առողջացման հնարավորությունը հարաբերություններում դուք այդ հնարավորությունը ինչպես է գնահատում։ Տեսեք, էլի կախված նրանից թե ամեն մեկին ինչ նպատակ է դրել, այդ նույն ձեր նշած կարմիր գծեր եւ ամեն մեկն իր համար է դնում։ Դա կարող է մեր համար կարմիր գիծը անգամ բարձրաձայնել հոգեվորականի անգամ մի փոքր շեղում, հա, հոգեվոր օրենքներից մեկի համար նույն կուսակրոնության խախտում այդքան էլ մեծ մեղք չի եւ այլն, այսինքն կարմիր գծի չափաբաժինը եթե վերցնենք մենք ունենք սահմանադրություն օրենքներ տարբեր, հա, ոլորտներ այս կամ այն օրենքով կարգավորվում են, այսինքն քաղաքացու համար կարմիր գիծը օրինազանցությունն է, օրենքն է, եթե վերցնենք։ Հիմա հոգեվորականի համար այդ օրենքը արդյոք տենց է, թե չէ, ու ինքը կանոնագիրքն է իրենց օրենքը, որը ըստ վարչապետի խախտվել է։ Հա, խախտվել է։ Հիմա եթե տենց ենք վերցնում ու խախտվել է, երկուսն էլ խախտում են թույլ տվել, եւ նա, երկուսն էլ կարմիր գիծը անցել են։ Չնայած ինձ համար որպես մասնագետի երբեք անդառնալի տենց կետեր շատ քիչ է լինում, էլի, որ հնարավոր չի լուծում գտնել, բացի երբ որ մարդը մահանում է, իհարկե ասենք այլևս նրա այդ լուծումները գտնել հնարավոր չի, բայց երբ որ մարդիկ կենդանի են եւ մարդիկ առողջ մտածելակերպ ունեն, որոշակի լուծման եզրեր միշտ էլ հնարավոր է գտնել, ուղղակի ինչքանով իրանք պատրաստ դրան։ Դուք տեսնում եք այդ պատրաստվածությունը։ Չէ, ես չեմ տեսնում այդ պատրաստվածությունը, որովհետև եթե այդ պատրաստվածություն լիներ կամ միտումը, նախ դա չէր արվի այսպես ցուցադրական եւ մեծ աղմուկով եւ գոնե իրանց ռետորաբանության մեջ չէր լինի պետք է հրաժարական տա եւ վերջն այլևս կաթողիկոս չի լինելու կամ կաթողիկոսի կողմից էլ ինչ ուզում ա լինի, ես երբեք եկեղեցին չի զիջելու, այսինքն չզիջելու երկուսն էլ հարցակողական որոշակի բաներ ունեն ու ըստ իրանց ասելու հնարավոր չի այս պահի դրությամբ ինչ որ որոշակի լուծումներ գտնել։